18 դատապարտյալների խնդրագրերը վաղաժամ ազատ արձակվելու մերժել է Հանրապետության նախագահը, ինչու պարզ չէ։ Արդարադատության նախարարությունը նախագահի որոշումների քաղվածքներն է միայն հրապարակել, ոչ մի խոսք իրավական եւ փաստական հիմնավորումների մասին։ Պատճառաբանությունը կարևորագույն հանգամանքներից մեկն է բոլոր տեսակի օրենսդրություններում, որոնք նախատեսում են որոշման հետ կապված հիմքեր, այսինքն անձին հայտնի պիտի լինի գոնե թե այն հիմնավորումն ու պատճառը, թե ինչու իրեն որոշակի իրավունքներից եւ արտոնություններից զրկում են, եւ հաջորդ этаպը բնականաբար բողոքարկման ընթացակարգերին պիտի վերաբերվի, իսկ մենք այս գործընթացում չունենք բողոքարկման ընթացակարգ եւ հնարավորություն։ Չկար է 18 դատապարտյալից գոնե մեկը, որին քրեակատարողական հիմնարկությունը նորմալ բնութագիր է տվել եւ շատ հաճախ տալիս են, կամ պրոբացիոն ծառայությունը, որ այդ 18-ը ոնց կարող են իրենք դիմել այդ հանձնաժողովին, եթե իրենք չունեին այդ հիմքերը։ 5 տարի առաջ խորհրդարանը ներման օրենքում փոփոխություններ արեց, սահմանելով, որ օրինակ, եթե ներման խնդրագիր է ներկայացնում առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվածը, ապա տուժողին կամ նրա իրավահաջորդին ծանուցում են այդ մասին կարծիքը հարցնում։ Իրավապաշտպաններն անհանգիստ են, գուցե տուժողները երբեք էլ չներեն, բայց սա պիտի չխոչընդոտի դատապարտյալի իրավունքի իրացմանը։ Երբ օրենսդրությունը արդեն չափանիշներ է նախատեսում, որոնցով որ յուրաքանչյուր հանգամանքում խոչընդոտ է նախատեսում դատապարտյալի այդ իրավունքի իրացման համար կամ վնասի հարթված լինելու տեսանկյունից կամ տուժողի ներման արժանանալու եւ տուժողի կարծիքը լսելու տեսանկյունից, սրանք արդեն խոչընդոտող հանգամանքներ են եւ իրական ու ռեալ հնարավորություններ չեն դատապարտյալի վերասոցիալականացվելու եւ ազատություն վերադառնալու տեսանկյունից։ Ցմա դատապարտյալների պարագայում, եթե մարդիկ 20-25 տարի գտնվում են քրեակատարողական հիմնարկում, դա այլևս համարեք, որ պատիժը մարդիկ կրել են։ Համարեք, որ դա այլևս պատասխանատվությունը պետության վրա է, չի կարելի դա թողել տուժողի վրա։ 18 դատապարտյալները ներման նոր խնդրագիր նախագահին կկարողանան ներկայացնել միայն 1 տարի անց, եթե իհարկե նոր բացառիկ հանգամանքներ չլինեն։ Իրավապաշտպանները նկատում են, հիմա այս մարդիկ չգիտեն, որտեղ են սխալվել, ինչը փորձեն ուղղել, 1 տարի սպասեն, դիմեն, էլի նույն պատասխանը ստանան ու այսպես մինչև երբ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։